Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այս շաբաթվա սկզբում ես ձեզ ներկայացրեցի մի վերլուծություն, որը վերնագրված էր այսպես՝ համակարգը վեր է պետությունից, վեր է հողից, որտեղ նշում էի, որ ամենաառաջնայինը դա ժողովրդի կողմից ինչ-որ համակարգ ունենալն է, որը կարգավորում է հանրային կյանքը, որը ինչ-որ տանում է դեպի իր ապագան, կազմակերպված ձևերով։ Եթե դա չկա, ապա ես ներկայացնում եմ, որ այդ դեպքում պետություն էլ չեք կարող պահել, հայրենիք էլ չեք կարող պահել։ Եթե համակարգը չկա, թափթփված մի բազմություն, հիմա պարզ երևում է, թե ինչ նկատի ունեմ, եւ ձեզանից կարող են շատ հանգիստ խլել։ Իսկ քանի որ հիմա մեզանից շատ հանգիստ ձևով խլում են, նշանակում է մենք համակարգ չենք կառուցել։ Ինչ պատճառներով եւ ես ահազանգում եմ, եթե մենք չսկսենք այդ համակարգի կառուցումը, ապա մեզ համար շատ ավելի վատ է լինելու, որովհետեւ աշխարհում կան հզոր ուժեր, որոնք շահագրգռված են մեր վատ լինելու մեջ։ Ուրախացնողը այն էր, որ իմ այդ լուրջ ու ծանրախոհ այդ եթերին, որ թողարկել էի, բավական լուրջ արձագանքներ եղավ, մարդիկ տեսակետներ էին արտահայտում եւ քանի որ այդ խնդիրը ամենակարևորն է համակարգի ստեղծումը, ես որոշեցի, որ այսօր անդրադառնամ այդ արձագանքներին, այսինքն ես ձեզ հրավիրեմ, ըստ տաղավար, ովքեր որ արձագանքել են, ձեր խոսքը հնչեցնեմ եւ ասենք փորձենք մեկնաբանել, համաձայնել կամ չհամաձայնել։ Ցավոք սրտի եղել է YouTube-ում արձագանքները հիմնականում, իսկ այդտեղ միշտ չէ, որ ասենք հեղինակները իրենց անազգանով են հանդես գալի։ Եվ շատ դեպքերում ես չեմ կարող անուններ ներկայացնել, որտեղ որ պարզ էր կներկայացնեմ, որտեղ որ պարզ չէր, չեմ կարող ներկայացնել, թվեր ինչ որ տարեր են, որ իմաստ չունի ներկայացնել։ Եվ այսօրվա թողարկումը շարունակում է այն ահազանգը հնչեցնել եւ վերնագիրն էլ այսպեսին եմ դրել ուծացում կամ ազգագիրների համակարգ։ Այսինքն, նորից եմ հնչեցնում, կամ մենք այդ համակարգը ստեղծում ենք, ես դրա ուրվագիծը ներկայացրել եմ առաջիկայում էլ ավելի մանրամասը կներկայացնեմ, կամ էլ մենք ուծացվել ենք, որի տենդենսը դուք ինքներդ էլ տեսնում եք։ Շատ քիչ են ազգագիրները պատմական հանգամանքների բերումով դա եմ ես ներկայացրել, եւ եթե հիմա թողնենք բարձի թող վիճակում եւ ազգագիրները էլ ավելի քչանան, բարփակվեն, հեռանան, հուսալքվեն, իսկ այն մյուս ուժերը գրոհը շարունակեն, ապա շատ կարճ ժամանակ հետո արդեն կստեղծվի անդառնալի վիճակ։ Այնպես որ ահազանգը եւս մեկ անգամ հնչեցնում է։ Հիմա դառնանք կարծիքներին, տարաբնույթ այդ թեմայով։ Առաջինը երկար ժամանակ է նույն նավն է քշում։ Դեգերում են ածովի մեջ, բայց չի հասնում նպատակակետին։ Չեք հոգնել նման նավարկությունից։ Ես այսպեսի գրաններ հաճախ եմ հանդիպում, կրկնում եք, չեք հոգնում։ Ես շատ չծանրանամ պատասխանի վրա, իմ փոխարեն պատասխանում է Հրանտ Դունոյանը։ Տեսեք ինքը ինչ է արձագանքում նույն այդ եթերին։ Մարդու սիրտ է ճաքում, միթե ձեզ չեն լսում, չեն հասկանում, որ կործանվում ենք եւ պետք է համախմբել ուժերը խելքի տալ, ձեր ասած համակարգը ստեղծել եւ գտնել փրկության ճանապարհը։ Սա երկու կարծիք։ Մենք ասում ենք դե հոգնեցրիք, էլի ու այս կարգի բաներ շատ կա դեռ ասում են դե 20 տարի, 25 տարի բանն ասում եք չեք հոգնում։ Իսկ մյուս ասում են լավ վերջո մի օր։ Իսկ այն մարդու սիրտը ճաքում է, որ չեք լսում։ Եվ չեկանում են ինչ որ ասեն ներկայացնում են որպես փրկության ուղի։ Հիմա ես այս երկուսի անդրադարձան եմ։ Այն որ մեր նավը գնում է անդունդ, բոլորդ էլ տեսնում եք, ովքեր որ աչքեր ունեն, ես գտնում եմ որ վերելքի լսան ազգագիրներն են եւ նրանք պարզ է որ տեսնում են դա։ Եվ ես ահազանգում եմ ոչ թե այս օրերին, բացած դա վերջերից էլ եմ ահազանգել, հիմնավորումներ եմ ներկայացրել, ահազանգել տարիներ շարունակ, բայց էլի նավը գնում է դեպի անդունդ։ Ինչ է առաջարկում չարձագանք է։ Ասեմ, ինչպես ժողովրդական լեզվով ասում, ձեր հերն էլ անիծած, հա։ Գնում եք անդունդ գնացեք ձեր նավով։
Բայց ոչ հարց հայրը, որ ինձ էլ եք տանում ձեզ հետ, իմ մտերիմներին, ազգակիներին եք տանում ձեզ հետ, նաև տանում եք իմ երկիրն էլ, իմ նախնիների, մեր նախնիների տառապանքը, հույսերը, որ դարեր շարունակ ունեցել են, մարտնչել են հանուն պետության, հանուն հայրենիքի, երազանքներ ունեցել, այդ ամեն ինչը տանում եք։ Ես չեմ կարող անտարբեր մնալ ու ասեմ դե լավ չեն բռնում, թե չմբռնեն։ Սա է հարցը, հասկանում եք։ Չասեմ չհազանգեմ ասեք, որ հետո չասեք չհոգնեցիր, չեմ հոգնելու։ Քանի դեռ հույսին նշույլ կա, ես հազանգելու եմ։ Ու քայլեր եմ փորձելու ձեռնարկել, որ ամենը մենք չկորցնենք։ Այլ արձագանք էլ կա։ Մի թե ուրիշ ելք չկա, ուրիշ ելք ասեք, ինչ եք արտադույնը կրկնում։ Որ դուք նույն հիվանդություն ունեք ու դուք չեք նկատում, ես ուրիշ բան ասեմ ձեզ, ես դա չեմ հասկանում։ Ինչ ասեմ ուրիշ։ Ու դեռ լավ է, որ ասենք նման արձագանքներով եմ բավարարվում սահմանափակվում, դրանցով եմ սահմանափակվում, ես ձեզ ասել եմ, կան նաև կոչ են անում պայքարել իմ դեմ ժամանակին, մինչև այս թավիշներ, բայց մի տեղ չունենամ, ինչ է թե ազանգ է հնչեցնում, որ հիմա բոլորդ եք տեսնում, չէ, ես վերջում կանդրադառնամ դրան, թե ինչ հոգեբանական ծանր վիճակի մեջ ենք, այնտեղ էլ մենք Մարդը ասում է, միթե ձեզ չեն լսում, չեն հասկանում, որ կործանվում ենք։ Դուք համաձայն եք, չէ՞, կործանվում ենք։ Դեք իսկ ուրիշ ուղի ասող կա, ես շատ կուզեմ, էլի, ես չեմ ուզում ասում, ես մոնոպոլիստ եմ, ես եմ ասում։ Ես իրավիճակը հաշվի առնող, իրավիճակից բխող, իրավիճակը բացատրող եւ իրատեսական քայլեր առաջարկողներ կան, խնդրում եմ անունները տվեք, ես գնամ ուսումնասիրեմ, հրավիրեմ։ Ես դա գլուխ գովալու համար չեմ ասում, հասկանում եք։ Բայց ինչու չեն լսում։ Ես իմ դարավոր, արդեն դարավոր, անցած տարիից եմ ասում, ինչու չեն լսում։ Դա փորձենք հասկանալ։ Նախ եւ առաջ 100 տարի առաջ մի բավական հանրահայտ մարդ, որ մեր տարածքներում էր հնագիտական ուսումնասիրություններ էր անում, մեզ էլ հետևում էր, մեր պատմությունը լավ գիտեր, հատկապես այդ վերջի շտոհինն է շատ լավ գիտեր։ Մարդը պարզ ասել է հայերը քաղաքականությունից տնբոյ են, խելքներ չի ասնում։ Ես կյանքներ ցույց է տալ, ես ապացույցներ չբերեմ։ Նորմալ ժողովուրդը քաղաքական քիչ թե շատ մտածողությունը վիճակի մեջ չէր լինի։ Չէր գա անգնել այս անդունդի մեջ, հասկանում եք։ Ու սա էլ բացատրություն ունի, ես ասել եմ 1000 տարի մենք քաղաքականությամբ չենք զբաղվել։ Այդ ուղղի այդ հատվածը որպես բաղ չկա։ Թուլացել է, հասկանում եք, չի գործել։ Հիմա ինչ որ փորձում են, բայց չի, խելքները չի երիքում։ Ու դա պատճառով է մտավոր մակերեսայնություն է, որից դեռ 110 տարի առաջ, 100 տարի առաջ Հայկ Ասատերյանն էր տրտնջում։ Պատճառագիտություն չկա խորքային հասկանալ, այս մասին նժդեհն էր տրտնջում, ու դրանից հետո էլ նույն վիճակը շտկում չի եղել։ Քաղաքական մտքի ժառանգականություն չկա։ Եթե լիներ, ես պետք է ընդհանրապես չխոսեի։ Պիտի կարդայի նժդեհ Հայկ Ասատերյան Թումանյան այդ առաջի հանրապետության շրջանի վերջ կուսակցությունները ներառեն այդ մարդկանց վերլուծությունները, բացատրությունները, պատճառաբանությունը, ելքի ուրվագիծներ եւ շարունակեն գնալ առաջ։ Բայց այսօր դուք չեք կարող ցույց տալ մի քաղաքական ուժ, որ ամբողջությամբ հենվում է դրա եւ արդեն գիտի այդ հարցերի պատասխանները։ Չկա այդ քաղաքական մտքի ժառանգականությունը, հասկանում եք։ Սա էլ իր պատճառները ունի։ Ընդհանրապես հարկավոր էր ասենք նժդեհ Հայկ Ասատերյանը երբ որ արդեն իրենց սրկեցին արտահայտվելու իրավունքից, իրենց այդ ժառանգությունը վերցրել, հաշվի առնել իրենցից հետո ինչեր եղել, ասենք վերջին 70-80 տարում ինչեր են եղել, դա հաշվի առնել շտկում իրեն ասել, հա խնդրեմ ձեզ իրավիճակի բացատրություն քայլերի համակարգ, որ ասենք ես նվաստս փորձել եմ հնարավորության սահմաններում անել։ Սա պիտի արվեր, հասկանում եք։ Եվ ոչ թե ասել, հոգնեցրիր։ Հաջորդը, իրականության ճանաչողություն չկա, որ ասեցի մակերեսայնությունը, խորքային երևույթները տեսնելու բան չկա, այդ ունակությունը չկա էլի։ Հիմա ես ես քանից ասել եմ, քանի մարդու անուն կարող եք տալ, որ մինչև 2018 թիվը հայ ժողովրդի այս պատկերը նկարագրել էր, գրքերում, գիրքեր հրատարակել, պատճառաբանել, ել չեմ ասում ապակինում ցույց տար։ Քանի մարդու անուն կարող եք տալ։ Այդ քան կուսակցությունների մեջ։ Այս սա է, որ իրականության ճանաչողություն չկա։ Իսկ որ չես ճանաչում իրականությունը, ուտոպիական ծրագրեր ես գրելու, գնաս պայքարներ եւ այլն, եթե անգամ իշխանության մեկը էլի տապալվես։ Սա է մեր տխուր իրականությունը, հասկանում եք։ Այս ամենի մասին քանից հազանգել եմ,
արձագանքը 0 անձնակենտրոնություն կա դարավոր հասկանում եք իրենք իրենց շուրջը ուրիշներին չեն լսի եւ այլն սա էլի պատմականին հանգամանք ունի եթե անձնակենտրոնություն է համակարգ չկա չեն կարող 100 հոգով 1000 հոգով տեգուս 50 հոգով հավաքվել ինչ որ մի համակարգ ստեղծել եւ կառավարվել ապրել դրանով գնացեք ամենահեռավոր գյուղերը փոքր նայեք տեսեք թափված այն տպավորությունը կստանաք որ մոտիկ գիշեր են եկել այդտեղ դեռ չեն էլ ճանաչում որ հավաքվեն ասեն մի րոպե եկեք տեսնեք ես ուր ենք հայտնվել ինչքան գետեր կան լճեր կան անտառեր կան ինչ անենք որ ռացիոնալ ձևով կարողանանք մենք այստեղ ապրենք չկա ընդհանրապես համակարգի մասին բացարձակ պատկերացում չկա հասկանում եք մեր տխուր իրականությունը այս ամենը իհարկե մեղադրանք չի սա պատմական հանգամանքների բերումով է եղել բայց անձնական ու քաղաքական խանդել կա ասենք որ եթե ինքը երևելի է ինչ որ հայտնի է դարձել ապա մեկ ուրիշը իրավունք չունի լսեք գոնե իր կողքի լսեն այստեղ խոսեն իմ կյանքի օրինակից ասեմ երբ որ 13 թվականներ բավական հետազոտություններից հետո վերել կակումբը սկսեց հրապարակային գործունեություն անել ասեք գեր հանրահայտ մի անց փոխանակ գարասը տեսնեք ինչ են անում Երևանում ինքը դրսերում էր ես ինչով կարող եմ օգնել երեխաներ են չափահաս են ինչ որ բաներ པարզ է որ ամեն ինչ որ մենք գիտենք էլի գրել էր ամենուր անկում է Արծրուն Բեպանյանը իր ակումբի անունը դրել է վերելք եթե ես դնեի գահավիժում կամ դեպի անդունդ դեպքում կլիներ սա ինչ է դա ոչ քաղաքական խանդ կամ ասենք կուսակցական խանդ մարդկանց հետ հանդիպում եմ խումբ են զրուցում ենք մտահոգ են անհանգիստ են իրանք ինչ-որ սխեմաներ ունեն բացատրություններ ես էլ իմին էլ տեղյակ են իրանք ընդունում են որ ասենք ես տարիքի բերումով թե փորձառությունը բերումով ավելի խորքային ավելի ընդգրկուն համակարգ եմ առաջարկում ուրվագից ընդունում են իրենք առանձնազրույցի ժամանակ եւ պայմանավորվում ենք որ համադրենք ասենք այս երկուսը ինչ որ բան ստանանք իրենք ընդունում են որ իմացած ավելի խորը մտածված էսպես ասենք հա հանդիպում սպասում են որ զանգենք պայմանավորվում ենք որ պիտի զանգեն շարունակենք հանդիպումները ոչ մի զանգ եւ մի որոշ ժամանակ հետո այդ խումբը քաղաքական հայտ է ներկայացնում երբ որ իրենք գիտեն որ մեկ ուրիշը ունի ավելի լավ մտածված համակարգ սա ինչ է խանդ չի քաղաքական ու ես գիտեմ իրենք ուր են գնալու այս սա է հարցը հասկանում եք էլի ես մեղադրանք չեմ ներկայացնում իրականությունն եմ ձեզ պատմում Հիմա երրորդ արձագանքը արդեն ավելի լուրջ արձագանքներ կան եկեք միասին խորհեք հարգելի հասկացիներ եթե չեք ուզում ուծանալ մեր իսկ հայրենիքում ինչ է գրում ինքը ԳՀ է ներկայացել YouTube-ում մի քանի կետերով է ես կետերը կարդալու եմ ու արձագանքեմ Պարոն Բեբանյան ձեզ լսում եւ հետևում եմ վաղուց համաձայն եմ ձեր շատ գաղափարների հետ ցավոք կյանքի վերումով ներկայումս բնակվում եմ Հայաստանից դուրս եւ մինչեւ վերջերս ինձ իրավունք չէի վերապահում մեկնաբանություններ անել բայց դրա ժամանակն էլ անցավ որպես ճարտարագետ կարող եմ նշել որ համակարգ կառուցելը բարդ է սովորաբար պետք է սկսել քիչ թվով ոչ շատ բարդ ամենահիմնական հատկանիշներից ֆունկցիաներից աշխատեցնել հետո ավելացնել եւ բազմազանեցնել այլ կերպ ասած մեքենա սարքելուց առաջ պետք է նախ անիվը նախագծել բայց դրա համար պետք է նախ ընդհանուր գծերով նշել ցանկալի համակարգի սահմանները ուրվագծերը եւ հետո այդտեղից ընտրել հերթական կոմպոնենտները մի քանի նկատառում Ինչև նկատառումը անցնել ասեմ բրիֆ համաձայն եմ իր հետ առաջինը չենք կարող անտեսել իրականությունը դե ֆակտո կամ միայն անոնով Հայաստանում ժողովրդավարություն է արդյոք կառուցվող համակարգը ձգտելու է իշխանության կամ ազդեցության հասնել ընտրությունների միջոցով թե ավելի շատ գործելու է ետնաբեմում անեներբեի կամ գյուլենական կազմակերպության պես միգուցե Թիմուր եւ կոմանդայի պես ավակ սերունդը կիմանա ինչ է դա Ուղղակի սկսել օգնել ծերերին կամ հույժ գաղտնի մասոնական տիպի կազմակերպություն իր սիմվոլներով եւ ավանդույթներով փորձելով ժամանակի ընթացքում անուղղակի ազդեցություն ունենալ։ Հիմա ես սրան արձագանքեմ։ Նախ այս Թիմուրը եւ ջոկատը որ նշեց, այս հաճելի հուշեր հարցնացրեց, երբ որ 6-րդ 7-րդ դասարան էի,
ես այսպես այդ Թիմուրի մասին գիտեի, ինչ որ պատանիներ էին, ինչ որ հավաքվել, այսպես ծերերին օգնում են եւ այլը։ Ես էլ այդպիսի մի կառույց ստեղծեցի իմ տարեկիցների հետ, մեր դասարանցիների, մեր շենքի այսպես 6-7 դասարանքային տարեկան, 12-13 տարեկան պատանյակներ եւ ստեղծեցի այդ խումբը եւ դուրս էին գալիս եւ փորձում էինք ինչ-որ մարդկանց օգնել։ Ծեր կլիներ լավ, մեր քաղաքտեղ էր, ալավեր դու քաղաքից Սանային Սարահարթը, այսպես այգիներ չկար, փայտեր չկար, փայտ չեն ջարդում, որ գնայինք օգնենք, այսպես, բայց պատտվում ենք, որ մի բան գտնենք, հետո մենք գրանցում ենք մեզ համար այսօր ինչ արեցինք։ Հետո այդ խումբը որ ձևավորվեց, արդեն մենք երրում էր ուզում ենք ինչ-որ բան անենք, մեր շենքերն նոր էին հանձնել Սանային Սարահարթի Տամենը մի քանի շենքեր, շենքերի կողքերն էլ դեռ չէին հարթեցրել, չէին ասֆալտապատել, ասես թմբեր, փոսեր, խանդակներ, ինչ կար, եւ մենք այդ 12-13 տարեկաներով քելունգ հայթայթեցինք եւ սկսեցինք հարթեցնել։ Մեծերը զարմացել են, թե այս երեխեքս ինչ են անում, դրա գաղափարախոսը ես էի։ Եվ որ սկսեցինք գործել, մեծերն էլ եկան։ Այդպես սաղ շենքը խառնվեց իրար, սկսեցի շենքը հարթեցնել։ Մի երեխա, ասենք, այդ գաղափարը վերցրել եւ տարել էր։ Դրանով չբավարարվեցինք, այդտեղ մեր շենքերի փակերում այդպես ազատ տարածություններ էր, շենքերի երից հեռու եւ այդ խմբով որոշեցինք այսպես գեղեցկացնել մեր շենքերի մոտերը, ծառեր հայթայթեցինք, իչեմ էլ իշում որտեղից բերեցինք, սկսեցինք ծառեր տնկել։ Հետո էլ մեծերը տեսնելով իրենք էլ դուրս եկան եւ սկսեցին էլ ծառեր տնկել, հետո սկսեցին այդ հողամասերը մշակել եւ աստիճանաբար դա տարածվեց։ Այնպես որ եթե Սանային Սարահարթում տեսնեք մարդիկ այգիներ ունեն, ինչ որ շենքերի բակեր, մի ամացեք դա գաղափարախոսը ու հիմնադիրի ես։ Ասենք դեռ պատանի ժամանակից ինչ որ համակարգ կառուցել, ինչ որ բան անել, ինչ որ բան փոխել կյանքում, այսպես ասած Աստված դրել էր իմ մեջ եւ դրանից չեմ կարող ազատվել ոչ մի կերպ, թեպետ չեմ էլ ուզում։ Հիմա դառնանք լուրջ հարցադրումներին։ Ուրեմն ընտրությունների միջոցով վաղ է իմ կարծիքով ընտրությունների միջոցով իշխանություն փոխել։ Ավելին, գալիս ասել եմ ընտրությունները դրանք խայծ են, անկազմակերպ, ժողովրդավարության անպատրաստ, քաղաքականապես անհասուն, ժողովրդի համար դրանք պատերազմի, քաղաքացիական պատերազմի վհատության եւ այլի բուն են։ Էլեկտորատ չունենք, դուք էլ տեսնում եք այդ մարդկանց ինչ գնաք բացատրեք։ Երկրորդը պետական անհրաժեշտ ինստիտուտներ չենք ստեղծել, որ հետևեն ընտրությունների արդարության եւ բռնեն խախտողների ձեռքը, անգամ իշխանությունների առաջի դեմ։ Եթե սա չկա, ինչ ընտրություն։ Հասկանում եք։ Բայց ես դեմ չեմ այդ գործիքից օգտվելու համար, որպես միջոց, ասենք, այս համակարգը կառուցելու։ Այդ առումով, ասենք, ես դեմ չեմ, որպես ամբիոն։ Բայց որպես ընտրություններն էլ կարողանաս օգտագործես, դու գոնե պետք է ներթափանցես խորհրդարան, 60-70 հազար համակիր պետք է ունենաս։ Եթե չունես, իմաստ չունի այդտեղ համակել փողերը ծախսել, փողը կարելի է ավելի լավ տեղ ծախսել, որի մասին ես դες կասեմ այսօր կամ հաջորդ անգամ։ Ուրեմն իսկապես այդ համակարգը ես որ առաջարկում եմ, ինքը ետնաբեմում է լինում, որոշ ժամանակ այդ անէներբեի նման եւ այլը ինքը պետք է կամած իր նշած ձևերով փոքրից սկսելով աստիճանաբար մեծանա։ Նոր պետության հիմքեր պիտի դրվի այդ համակարգի մեջ։ Ճիշտ հիմքեր պիտի դրվի։ Դուք տեսնում եք մեր իրականությունը։ Նայեք ուժայինները, որտեղ ուզում եք մտեք, ես այդ նախարարությունների պատկերը շատ լավ գիտեմ, ամենավերևներն էլ։ Աղետալի է։ Սա մենք ենք ստեղծել անկազմակերպ, հասկանում եք։ Առանց ինչ որ մտածել, ինչ ենք ուզում, ինչի համար։ Այ հիմա առաջարկվում է, որ այդ ամեն աղբը, որ կա, թողնել դուրս եւ չթողնել ներս գա եւ սկսել ճիշտ հիմքի վրա կառուցել։ Ինչ շատեր ասում են, գանք իշխանության նոր։ Եկեք, ես դրան դեմ չեմ, բայց ես գիտեմ, որ կառուցում են ներսից։ Եվ որպես տիպիկ օրինակ բերեմ իմ չսիրած կենտանու օծի կերպարանք։ Ինչպես է ինքը իր մաշկը փոխում, գիտեք։ Կարող է այսպես հանում գցում է եւ ասում է դե հիմա ես պետք է նոր մաշկ ինձ համար կառուցեմ։ Հին մաշկը վրան տակից մեկը կառուցում եւ ավարտում են հինը գցում է։ Այ հիմա իմ առաջարկն է, սա իմ առաջարկը, ես ուրիշներից եմ սովորել։ Ստեղծում եք նորը հնի մեջ եւ մեծացնում եք գհեյ ասած ձևերով կամաց այդ հինը դուրս եք շպրտում։ Հեշտ ասեցի, բայց բարդ է, ու դա ցավոտ է։ Ես չգիտեմ, օծի համար ցավոտ է, թե չէ, գնում է փշերի մեջ քաշքշում, որ ազատվի։ Մենք էլ այդպես անենք։ Հեշտ ու հանգիստ չի լինելու։ Մի քայլով։ Հաջորդը, այո, օրդենական որոշ տարեր լինելու են իր որոշ հատվածը։ Ցանկացած պետություն նորմալ ինքն էլ ունի, եւ սիմվոլներ են պետք, եւ ավանդույթներ են պետք,
Եվ ժամանակի ընթացքում անուղղակի եւ ուղղակի քաղաքական գործիքներից օգտվելով պիտի ունենա ազդեցություն իրականության վրա, բերելով ճիշտը նորը այն ինչի կարիքը կա, այն ինչ որ սահմանել է Աստված, ասենք մեր տեսակի համար։ Սա պիտի լինի։ Երկրորդ դիտարկումը պարոնի այս իր խոսքն է։ Այստեղ քննարկվողն ու գրվողը բաց է բոլորի համար, այդ թվում համակարգի պոտենցիալ հակառակորդների։ Այս գաղտնիության հարցը չարժի շատ անտեսել եւ նկատի ունենալ ապագայում։ Որովհետեւ համաձայն եմ իր հետ հաշվի առնվելու այստեղ հատուկ ինչ-որ կառույց պիտի լինի, ես վաղը ձեզ հաջորդ անգամ կներկայացնեմ։ Դա էլ է նախատեսված, բայց ասեմ ես սա ամենայն իմ կարծիքը չի, խորհրդակցել եմ շատերը, ես պատրաստ եմ լսել ձեր առաջարկությունները, առարկությունները։ Դա պիտի արվի, բայց ես մյուս կողմից մի բան ասեմ Վահատներին, մի լավ ընկեր ունեի, հիմա երջանքի հիշատակ, ասում էր լուսաբացը ոչ ոք չի կարող արգել։ Ինչքան է մութը երկարացնեք, խավարը խորանեք, լուսաբացը գալու է։ Եթե դուք ունեք այդ գաղափարը կամքը, դուք դա անելու եք։ Եթե, ասեցի, եթե անելու եք, եթե իմացին հետո խոսանք։ Ուրեմն երրորդ արձագանքը, պարոնի, համակարգի թիրախները, խնդիրները սահմանելուց հետո լավ կլինի գտնել պարզ, հստակ, իրականանալի մի քանի նպատակ եւ գործարկել համակարգը դրանց ուղղությամբ փորձարկելու նպատակով։ Ռիվ համաձայն եմ եւ ասեմ, որ ես կյանքի փորձ ունեմ այդ ուղղությամբ։ Այո, փորձարկել եմ, հետևություններ արել եմ, խանգարող հանգամանքները բարձել եմ, ես հասկացել եմ, որ այսպես տերմին կա falsch start անել չի կարելի, երբ որ դու անհրաժեշտ կը այսպես ռեսուրսը մարդկային եւ այլ եթե չունես, պետք չի սկսել, դու ավելի լավ է որոնես այդ մարդկանց գտնես, ես իրենց լոկոմոտիվներ եմ ասում, որոշակի թվով լոկոմոտիվներ կան, որ ըստ քո բաժինները պիտի վերցնեն իրենց ուսերին տանեն համար, ոնց որ ես եմ ասենք 20-25 տարի համառում ինչքան էլ ասում են չօգնեցի, վատաբար ես իմ գործ անում։ Այդ կարգի մարդիկ են պետք, որ իրենց ոլորտներում նախանձախնդրել պիտի անեն, աննախանջ։ Իհարկե նաև փող։ Չորրորդ դիտարկումը, պարոնի, նույնիսկ համակարգի կառուցվածքային մոդելը սկզբում կարող է լինել շատ փոքր եւ սակավաթիվ, բայց հստակ իրականացնի սկզբնական փոքր քայլերն ու ծրագրերը, որոնց արդյունքները հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը նոր անդամներ ընդգրկելու եւ մոտիվացնելու համար։ Թերևս այսքանը հույս ունեմ գոնե զուտ հետադարձ կապի առումով ինչ որ օգուտ կլինի։ Շնորհակալություն ուշադրության համար ԳՀ։ Ուրեմն ես իր խորհուրդն եմ լսել, միջև իր խորհուրդ տալը, ես ազգային վերելքի ուղի համակարգը որ ձեզ ներկայացնում եմ, բարդ է այդպես մի քանի քայլանոց եւ զգացի որ իր նման մտածելը որ հիմա ես պիտի վերցնեմ այն որ հնարավոր է իրականացնել եւ ինչ որ արդյունքներ ստանալ փոքր քայլերով փոքր հաղթանակների տեսություններ կա հետո աստիճանաբար առաջ գնալու ներգրավել եւ եզրափակելով իր գրառումները ես չգիտեմ գհնով իրեն հորդորում եմ կապի մեջ լինել ինձ հետ քանի որ այս գործը սա թիմային գործ է սա միակու գործ չի եւ իրեն շնորհակալ եմ արձագանքի համար եւ քանի որ առիթ եղավ ասեմ ես երբևիցե չեմ մարտնչել մեծ լսարան ունենալու համար որտեղ այն ինչ որ ես ասում եմ շատ մարդ չի հասկանա 50 հոգու համար եմ ես մարտնչում այստեղ որ այդ 50 հոգին գտնեմ որ այդ ԳՀ-ի նման էս մտածումներ ունեն հավաքվենք խելքի տանք ինչ որ կառույցները ուրվագիծը ես որ ունեմ լրացնենք մերժենք կամաց սկսենք հենց իր ասածը փորձենք անել սա հիմա հաջորդ 4-րդ արձագանքը արդեն 4-րդ հերոսադիտողի Արտուր Հայթայարյանն է իր լավ ճանաչում եմ հայ ազգունի համակարգը ես որ ասում համակարգը չունենք հայ ազգունի համակարգերը որոնք շատ ավելի հին են քան որոշ պետություններ այդ համակարգերը դուք եք նշում երբեմն խնդիրը այդ համակարգերի անբավարար ներուժն է ինչ հետևանք է մեկ ընդհանուր համակարգի մեջ ներգրավվածության բացակայության Իմ համոզմամբ մեզ անհրաժեշտ է եղած համակարգերը միավորող համակարգ ստեղծել արդար խաղի կանոններով։ Արթուրը լրիվ համաձայն եմ իր հետ, բայց տխուր այն է, որ Հայաստանում հանրային կյանքը կազմակերպելու համակարգ չունենք։ Զրոյական վիճակ։ Եթե այստեղ չկա, այն մյուսները եթե կան, նրանց ով է համակարգել, ով է այսպես միացնելու Արթուրի ասած այդ իրականացնելու։ Արդյունավետ կառավարման համակարգը պետք է ստեղծենք, չեն կարողացել միջև հիմի հասկանալի պատճառներով։ Այս բացը պետք է մենք առաջնահերթ լրացնենք։
Եվ այստեղ համակարգ, որ ասում եմ, ես նշում եմ համակարգեր ունենք, բարեգործական եւ այլ համաշխարհային անգամ, շատերը մեզ կնախանձեն։ Ես հիշեցի, որ 2023 թվականին էլի իմ համառության շնորհիվ Գյումրիում մի հանդիպում եղավ, մի քանի հոգի իրենց պատկերացումները ներկայացրեցին համակարգի, էլի ես այնտեղ ասեցի համակարգ չունենք, ստեղծեք Հայաստանում, եւ Հարգարժան Ջոպահյանը ասեց, իհարկե իմ մոտեցումը համարեց ամենագրկոնն ու խորքայինը, իր խոսքում նաեւ ինձ այսպես ասած դիտողություն արեց, եւ որ ասում եք համակարգ չկա, համակարգ ստեղծենք, եկեղեցին համակարգ է, ասեց, եկեք եկեղեցու շուրջ կառուցենք այդ ամեն ինչը զրոյից չսկսենք։ Ես այն ժամանակ որոշ վերապահումներ ունեի, բայց վերջին այս իրադարձությունների հետևանքով, երբ որ եկեղեցին դուրս է գալիս թատերաբեմ այսպես առաջնային դեմք է դառնում, այն մյուսները չեն երևում, արդեն մտածելու տեղիք է տալիս, որ գուցե հենց Աջապահյանի ասածն է եկեղեցուն, եկեք մի քիչ ուրիշ ձև նայենք, որպես քանի որ համակարգ է կառուցվածքանց գուցե իր հետ ինչ որ մի ձև, այս դեռ չգիտեմ ինչպես, կամ գուցե թե այսպես հասարակաքաղաքական այդ համակարգը ստեղծենք, որը մեր կա, նայելով եկեղեցուն հետո ինչ որ մի ձև փորձենք ներդաշնակեցնենք, սա արդեն իսկապես մտածելու բան է, խորհելը պետք է սառումով։ Եվ հաջորդ 5-րդ արձագանքը, հետաքրքիր է, չէ՞ արձագանքները։ Ես ոչ շատ գոհ եմ։ Ինչ է գրում, պարոն, էլի աղոն ազգանունը բացել չեմ կարողացել, համակարգ սիստեմա մատրիցա։ Ցանկացած հայտնագործություն մինչև հանրամատչելի դառնալը շատերի համար անհնարին է թվում, բայց հիմա այն էլ Google-ի օգնությամբ էլի շատերը համարյա ամեն ինչ կարող են բացատրել։ Իսկ ահա ներկայիս հարթությունից հաջորդ աստիճան բարձրանալու համար անհրաժեշտ է ունենալ գերագույն պլան, ապագայի տեսլականը, որտեղ աշխարհի ժողովուրդները սովորելու բան կունենան մեր տեսլականից, բոլորին հայ դարձնելու ցանկություն չկա, բայց մեր համակարգը կդառնա գերիշխող։ Ես գտնեմ, որ պարոնի այս նկատառումը ամենակարևորն է, եթե համակարգ եք ստեղծում, այդ գերագույն նպատակը պետք է ինչի համար է, հիմա մեր ժողովուրդը չունի, պետություն կա, բայց ինքը չգիտի ինչի համար է, մանր-մունր ինչ որ բան է, դրա համար էլ ասենք փթում են ներսից։ Հիմա այս իմ առաջարկած ազգային վերելքի ուղի համակարգի մեջ կա նվիրյալների խորհուրդ ամենավերևում, հենց այնտեղ կա այդ մի ենթախում, որ այս հարցերի պատասխանը պետք է բերի դնի սեղանին, որն է մեր գերագույն պլանը, գերագույն նպատակը, որն է մեր տեսլականը, այդ ինչ է այդ տեսլականը, այդ ինչ մարդկային կյանքի կազմակերպման, այդ ինչ համակարգ է, որ տեսեք, երբ պարոնը ասում է պիտի ուրիշներն է սովորեն, հասկանում եք, հիմա այս կարգի տեսակետներ ես ուրիշ տեղից էլ եմ լսում, սա թող մեծ ամրություն չեն, հատկապես ես չի որ ասում եմ, այս հարցերի պատասխանը պետք է տան, կյանքի իմաստը որն է մարդու ազգի, Աստված ինչ է, եզերքը ինչ է, այս կարգի ինչ որ բարձր լինի, ես շնորհակալ եմ այս հեղինակին, որ նշում է, եւ ովքեր որ հորատեսությամբ կնայեն այս խոսքից հատկապես, որ այս վիճակն է դուք տեսնում եք, այսպես ընկած վիճակ է, ես ընդհանրապես Հովհաննես Թումանյանից մեջբերում անեմ հայրենիքիս հետ իր ստեղծագործություններից։ Պոետական չեմ կարողանում այդպես կարդալ, բայց ամեն դեպս իմաստը ձեզ կհասցնեմ։ Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենթանի, կանգնած խոհուն խորհրդավոր ճամփին նորի ու հնի, առաջանքով սրտի խորքից խոսք ես խոսում, ում հետ ինչ է կարծում, Աստծո հետ, ու խորում ես խորին խորուր տանջանքներում չարաղետ, այս իրականությունն է, խորհում ես դու են մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհին, ու պիտի դառնաս այն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին։ Մոտարպես նույն բանն ասեց, 100-10 տարի առաջ, իսկ Թումանյանը հասարակ մարդ չէր, պրծպես պինկալ է։ Էլ ավելի եթե էլի կասկածներ ունեք, ես քանիցս ձեզ պատմել եմ իրական փաստեր, թե ինչպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները հայկական ինչ որ Հայաստան տարբեր խմբերի հետ, որոնք քաղաքագիտությունից հեռու էին, ինչ որ տենց բնապահպանական եւ այլ հասարակական
նախաձեռնությունների հետ խոսալուց ակնարկել են, որ դուք չեք տեսնում, որ աշխարհը գահավիժում է, ես դες 15 տարվա բան եմ ասում։ Աշխարհին նոր բան խոսք պիտի ասվի նոր։ Ինչ որ Թումանյանն էր ասում, ով պիտի ասի, եթե ոչ դուք, եթե դուք եք հին ժողովուրդը, որ ժամանակին ասել եք։ Հասկանում եք։ 6-րդ դիտարկումը Աննա Արամի։ Խնդիրը հնարավոր չէ լուծել այն դաշտում, որտեղ այն ստեղծվել է։ Սա կարծեմ մոռացա ֆիզիկոսյան 7-ն եկավ այն հայտնի ֆիզիկոսյանը, կարծեմ ինքն է ասել։ Ամենայն դեպս ես էլ եմ այդ կարծեք, եթե խնդրեմը այստեղ էլ, այստեղի գտնողները չեն լուծելու։ Ինքը լուծում մի հատ ուրիշ հարթության մեջ է։ Շարունակում է Էյնշտեյն։ Հոգեբանությունում գոյություն ունի Դիլստիբուրգ, որտեղ առաջարկում է մի 2-3 դաշտ, ոչ թե քայլ հետ գնալ կամ խորը գնալ, գտնել այնտեղ սխալը, ուղղել եւ այստեղ այն կուղղվի։ Իմ խորին համոզմամբ հայը որպես գիտակցության բարձր մակարդակի էություն չունի խնդիր պաշտպանվելու, քանի որ իր ֆունկցիան այլոց առաջ դեպի զարգացում տանելն է։ Այ մոտարապես Թումանյանի ասած այն մյուսի ասածը։ Ասել է, թե երջանիկ եւ արարող կյանքով ապրել, իսկ դրա համար ինքը պետք է այն հիշի, մոռացել եմ, ուժ եմ ասում։ Հիմա շատերը հավատում եք դրա։ Կամ հիշում եք, միայն իր ֆունկցիան չկատարող մարմինն է հիվանդանում, դրա հետ եմ համաձայն։ Եթե ոտքով սկսես բերք հավաքել, շուտով այն կհոգնի եւ գերլարվածությունից շարքից դուրս կգա։ Ստեղծել դաշտ հենց այն ազգակիրներով, այսինքն սկզբից լինել, հետո դառնալ, որտեղ արդեն կստեղծվի համակարգը։ Գուցե նույնն եմ ասում, ինչ որ դուք, պարոն Պեպանյան, կարծում եմ, որ ձեր ասած համակարգ ստեղծելը հենց այն է, որ դաշտ լինի, ուր հնարավոր կլինի սերմը նորմալ աճելու։ Մարդը ճշտությամբ նկարագրել է իր բառերով, թե ինչ են ասում։ Ես ընդամենը կարող եմ, այո, հարգելի Աննա։ 7-րդ արձագանքը Հրայր Աղագինյան։ Համամիտ եմ, միայն մեկ նկատառում հարգելի արդյունք, որ այդ պլան B-ն իրականում պետք է լիներ պլան A, ուստի համոզված եմ, որ պլան A-ով իշխանության ցկտող ուժերը դրանով վկայում են, որ իրեն գաղափարապես ինչ որ սնանկ են, ուստի եզախողելու են պլան B-ն։ Եվ ինքը ինչ որ մի բան էլ գրել ինքը տեղակ, ես պատասխանել եմ YouTube-ում, მე դրան չանդրադառնամ։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, ես պլան B ասում եմ, այս ինչ որ ես ասում, ներքևից հավաքելով, կառուցելով գնալ։ Ես պլան B եմ ասում, բայց եթե պլան անել է սա, այն որ ուզում էիք արագ ինչ որ փոխեք, կարճ տեսել եք չի հաջողվել, չէ՞։ Ու չի էլ հաջողվելու, հենց որ ասել եմ գաք իշխանության հրաշքով, խնդրեմը առաջ չեք, այս համակարգը չի լինելու, արագ ընկնելու եք նորից խառը վիճակների մեջ։ Այս առումով իր հետ համաձայն եմ։ Եվ հենց պլանն սա, ես պլան B եմ ասում, բայց պլան A է։ Մի բան հիշեցի, երբ որ երիտասարդ էի ժամանակ նոր գրքեր էի գրել, այսպես բոլորը ասում էին Հայաստանի առաջի գրողը ես եմ, Հայաստանի առաջի գրողը ես եմ, բոլորը ում փոխեցնում են այդպես էին ասում։ Ես էլ կատակով ասում էի, ինձ որ ասում էին դու որ Հայաստանի որ երրորդ գրողն էի, գրողը ասում էի երկրորդ։ Բա ասում էին առաջին ով է, ասում էին մնացածը։ Երկրորդ տեղը ազատ է, ես եկել եմ երկրորդ տեղ։ Հասկանում եք, ես պլան B եմ ասում, այդ առաջի տեղը չկա էլ։ Այդ պլան B պլան A է դառնալու։ Հիմա ավարտենք Կարինե Պողոսյանի խոսքով եւ հետո մի փոքր տեսանոթել եմ ձեզ ներկայացնել։ Ինչ ասում Կարինե Պողոսյանը։ Պարոն Պեպանյան, երևի պահը արդեն հասունանում է, որովհետեւ բոլորը հիասթափությունից ինչ որ բան են փնտրում եւ պետք է համախմբել ազգագիրներին։ Այո, հարգելի Կարինե Պողոսյան, ես քեզ հետ համաձայն եմ, նույնիսկ ուշացել ենք, բայց ել ավելի կուշանանք, եթե ազգակիներով չհամախմբվենք։ Ես ամենայն դեպս ինչ որ մի տարբերակ առաջարկում եմ, ավելի լավ է խնդրեմ ցույց տվեք, ես ասում եմ քննարկենք, քննադատենք, մերժենք, պատրենք ցանկ եկում, բայց տեղ ուրիշ բան բերեք դեք ու ինձ էլ համոզեք։ Մարդու, որը հետազոտություններ ունի, ես իրականության նկարագրության բացատրության խութերը գիտի, իշխանությունը գիտի եւ այլ։ Հիմա սա անհրաժեշտ է ազգակիների հետ համախմբումը համակարգ ստեղծելը, այլապես ես ասացի կուծացվեք, բացի դա նաեւ
հոգեբանական առողջական նպատակներ ունի իր մեջ։ Ես այս մասին շատ եմ խոսացել։ Ես հիմա կխնդրեմ, որ այդ կարճ տեսանյութը տեղադրեն, որը պատրաստել է հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, այդ հիմնադրամին ես գրություն եմ ուղարկել համացանցով, առաջարկել եմ համագործակցություն հաղորդաշարի, լուրջ գործ են անում, այս փոքր հատվածը խնդրում եմ նայեք, հետո կարճ կմեկնաբանենք։ Հիմա խնդրում եմ ցուցադրել, եթե խնդիրներ չկան։ Երբ աղետալի իրադարձություններ են լինում, որոնցից են պատերազմները, տեղահանությունները, երկրաշարժները եւ այլն, մենք արդեն կարող ենք խոսել կոլեկտիվ տրավմայի մասին։ Կոլեկտիվ տրավման ինքնազդեցություն ունենում է ոչ թե մեկ անհատի վրա, այլ ընդհանուր համայնքում ապրող մարդկանց վրա, անկախ դիրքից, տարիքից, սեռից, հա, եւ կոլեկտիվ տրավման շարքից դուրս է հանում այդ համայնքում ապրող մարդկանց բնականon կյանքը։ Պատերազմի, հա, օրինակը եթե բերեմ, պատերազմը թեպետև կարող է ազդած չլիներ, իր հետևանքը չունենար ուղիղ ձևով համայնքի բոլոր բնակիչների վրա, սակայն պայմանական եթե վերցնենք գյուղը եթե տվել է 4-5 զոհ, չեն ասում, որ այս ինչ ընտանիքի զոհվեց, այս ինչ մարդը, հա, ընդհանուր ասում են գյուղը տվեց այսքան զոհ, հա, գյուղը տվեց այսքան հերոս։ Կարևոր է նշել, որ կոլեկտիվ տրավմայի ժամանակ տրավման դադարում է լինել անհատական փորձ, ինքը կրում է արդեն հավաքական բնույթ եւ մարդիկ իրենց ներքին փորձառությամբ կարծես թե կիսում են միևնույն ցավը, հա, մարդիկ ունենում են սուգ, վախի զգացում, տագնապի զգացում, ապագայի հանդեպ անվստահություն, պատկանելիության զգացումը խաթարվում է մարդկանց մոտ։ Մարդիկ սկսում են մեկուսանալ։ Այս դրսևորումների հետ պայքարելու արդյունավետ ձևերից մեկը հենց խմբային ձևաչափով հոգեսոցիալական աշխատանքներն են։ Խմբային ֆորմատը հոգեբանական մոտեցման մեջ օգնում է, որ այդ ամոթի զգացումը հաղթահարեն, մարդիկ հասկանան, որ այն ապրումները, այն զգացողությունները, որոնք որ իրենք ունեն, դա նորմալ է, սա նորմալ պայմաններում, օգնում է, որ տեսնեն համայնքում ուրիշ մարդիկ նույնպես ունեն այս զգացողությունները եւ դրանով իսկ նորմալիզացնեն իրենց զգացողությունները, ինչպես նաև օգնում է, որպեսզի մարդը կարողանա վերագտնի իր սոցիալական կապերը այլ մարդկանց հետ։ Ու հենց այս մեխանիզմների միջոցով, հատուկ տեխնիկաների միջոցով մոտեցման մեջ մարդիկ վերագտնում են իրենց պատկանելիության զգացումը, վերակառուցում են իրենց անցյալի տրավմատիկ փորձը, որը որ թույլ է տալիս նայել դեպի ապագա, ապագան դառնում է քիչ մշուշոտ։ Ու հենց այստեղ մարդիկ կարող են իրականացնել այդ առաջին քայլը, որ ուղղված է դեպի ապագա, որը որ մենք մոտեցման մեջ անվանում ենք հավատոքայլ։ Հիշեցնեմ, որ տեսանյութը պատրաստել է հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, որը գործում է եկեղեցու աջակցությամբ, նաև իրենք կան համացանցում, ով որ հետաքրքրեց, կարող եք ավելի մոտիկից ծանոթանալ։ Ինչ էր այստեղ կարևորը։ Ես քանից ասել եմ, որ ինքս էլ տեսնում եմ, թե ինչպես նպատակային կերպով ազգակիրների վրա գրոհ է իրականացնում դրսի ուժերի կողմից, որոնք այսպես ինստիտուտներ ունեն, կառույցներ, գերհամակարգեր ունեն, որպեսզի դուք այդ վիճակի մեջ մնաք։ Ինչ որ ասում են, վախ հուսահատություն, որ դառնաք անկյալ, ոչ մի բան չկարողանաք անել։ Եվ ես համաձայն եմ պարոնի հետ, դրանից դուրս գալու մի ձև այդ խմբային աշխատանքներն են։ Եվ այս համակարգը ես որ ձեզ առաջարկում եմ, որ եկեք միասին անեք, նաև այս առողջական, հոգեբանական նպատակներ ունի, երբ որ դուք ներգրավվում եք ինչ-որ պրոցեսների, ու ինքը ինձանից ես իրենց լավ չեմ ասի, ձեր մոտ այդ վհատությունը հնարավորինս մեղմվում է, դուք լույս եք տեսնում թեկուս հեռվից, առանցքայիններից մեկը սա է, եթե մենք թողեցինք այդ անընդհատ ձեզ վախի միջավայրում պահեցին անհուսության, վատ եք լինելու։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որ ասենք շատ ծանր են տանում, սրտի խնդիր է սկսել իրենց մոտ ճնշում եւ այլ տարաբնույթ ինչ որ բաներ։ Սա նպատակային է, որ դուք շարքից դուրս գաք։ Եվ այդ համակարգը, որ ասում եք, եկեք ստեղծենք, նաեւ այս նպատակը ունի։ Փորձեք ինչ որ մարդկանց հետ ինչ որ ըստ ձեր նախասիրությունների հավաքվեք գործարանը, կտեսնեք ոնց եք թեթևանում։ Այ ինձ օրինակ ապրեցնում է այն, որ ես հիմա ասենք կոնկրետ գործ եմ անում, վերել հաղորդաշար, հանդիպումներ ձեզանից շատերի հետ, էլի դժվար է, բայց ես զգում եմ, որ ինչ որ գործ եմ անում, դա ինձ ապրեցնում է, հասկանում եք, հույս է տալի։ Եթե այդ ամեն ինչը չլինի, ես էլ հատկապես գրող եմ, բայց նյարդերի մարդ, եւ հիմա ողջ չլինեի։ Այնպես որ հարգելիներս, եկեք
Այդ համակարգը ստեղծենք, ես առաջիկայում ել ավելի մանրամասն ձեզ կներկայացնեմ ու ասեմ, այստեղ ամբիցիայի խնդիր չկա, այստեղ շահ չկա, փոխաշխատելու տարբերակ չկա։ Աստված գիտի, թե մենք երբ կկարողանանք իրականության վրա այնպես ազդել, որ իշխանություն ունենանք ու ինչ որ մարդիկ էլ մտածեն պաշտոն եւ այլը։ Կարող մենք չտեսնենք էլ։ Բայց մեր պարտքն է դա անել, հասկանում եք։ Ու ես որոնում եմ այնպիսի մարդկանց, ովքեր որ իրենց կյանքի իմաստը տեսնում են իրենց տեսակի պահպանությունը, որի միջոցով էլ ասենք հայրենիքն է պահպանվում։ Եթե տեսակը չկա, հայրենիքի վիճակը լինում է, եթե համախմբված չկա։ Եկեք համախմբենք ազգակիրներին, համակարգ ստեղծեք, որպեսզի կարողանանք խուսափել լուծացումից։ Ու նաև ես նորից եմ հիշեցնում երկու ես մեջբերում արեցի, չէ, որտեղ խոսում են իր մասին, որ հայերը պետք է այնպեսի համակարգ ստեղծեն, որ մարդիկ սովորեն աշխարհի մասշտաբով։ Սա հեքիաթ չի։ Սա է մեզանից պահանջում է իրականությունը եւ ինչպես ասում են Աստված։ Ու դա մենք պիտի անենք։ Ողջ եղեք։ Միշտ նոր հանդիպում։